Փոքր գյուղի մեծ նորությունը Իջևան համայնքի Աճարկուտ բնակավայրը սահմանազատված Կիրանցի հարևանն է։ Օրերս այստեղ դռները բացեց ոչ միայն գյուղի առաջին մեծ կառույցը, այլև առաջին հանգստյան համալիրը, ինչը իրադարձություն է համայնքի համար։ Ծնունդով Աճարկուտցի գործարար Գևորգ Հարությունյանը այս ներդրումը համարում է իր փոքր հաղթանակը։ Գրեթե 45 տարի ապրելով Ռուսաստանում լավատեղյակ է գյուղի հոգսերին։ Ճիշտ է, ես Ռուսաստանում եմ ապրել, բայց ես մետել գյուղից չեմ կտրվել էլի։ Տեսել եմ, որ քանի գնում է հատնում այս գյուղը, որոշել եմ այս ինչ որ կատարել եմ։ Բերիս աշխուժացում, տուրիստ կբերի, ես ուզում եմ, որ կոմպլեքսով եղնի, որ տուրիստը մտնի, զգա, որ պակասություն չունի ոչ մի բան։ Գումարած հաճելի բնությամբ։ Եթե մնա, ասենք, մեր հիմնական, ասենք, մեր եկեղեցիներ ունենք եւ այլ հնություններ ունենք, սա հետ չմնա ոչ միտեղից, ըստեղ այնա, որ մի քիչ հեռու անկնամ, ոնց որ մոռացված անկյուն է այս անկյունը։ Ինձ թվում է, որ մի քիչ էլ իմ աշխատանքը կօգնի, որ ժողովուրդը այս կողմի վրա նայեն։ Այսօրվա դրության ես ունեմ մի 15-20 աշխատող։ Կես դար չնորոգված Աճարկուտ Կիրանց ճանապարհն այժմ ասֆալտապատ է։ 2 տարի առաջ պետբյուջեի միջոցներով կառուցվեց բնակավայրի մոտ 4 կիլոմետր ճանապարհը։ Ավելի վաղ նաև գազիֆիկացվել է։ Գյուղի վարչական ղեկավարի խոսքով, մասնավոր առաջին մեծ ներդրումը բնակավայրը կդարձնի զբոսաշրջության նոր հասցե։ Այս ճանապարհը կապում է երկու գյուղ, միաժամանակ մուտք դեպի Աճարկուտ եւ դեպի Կիրանց։ Ժամանակին աշխուժ գյուղ է եղել, անցյալ դարի 60-ականներից հետո սկսել են արդեն իրեն անկումը։ Բնակչության թիվը սկսել է նվազել։ Ներդրողները շատ դեպքերում խուսափում էին։ Առաջի ամենամեծ ներդրումն է ընդհանրապես այս գյուղում կատարված, նախ առաջի հերթին աշխուժություն, տուրիզմի զարգացում, որ միակ տեսանելին այս գյուղի զարգացում դա տուրիզմի զարգացումն է, բնությունը եւ տարածքը ինքը միայն խոսում է դրա մասին, հարուստ է պատմամշակութային կոթողներով։ Գևորգ Հարությունյանը ասում է, նման ծրագիր վաղուց է ունեցել, բայց միայն 2020-ից է հաջողվել կյանքի կոչել եւ դեռ կշարունակի ընդլայնել։ Աճարկուտցիներն ասում են 184 բնակիչ ունեցող գյուղում նույնիսկ մեկ հյուրատուն չկա եւ միանգամից այսպիսի մեծ համալիր։ Տուրիստներ շատ են եղել, ընթացքում եկել են, գնացել են։ Հիմա էլ ավելի կաշխուժանա, մարդիկ հյուրատներ են փնտրել, չի եղել։ Հիմա ունենք փառքաստու այդ ամեն հնարավորությունը, որը նաև կարա գյուղում ունենա մեր տուրիզմի զարգացման էլ հետագայում։ Իսկ հաջորդ տարի Աճարկուտը պատրաստվում է պատշաճ դիմավորելու իր հիմնադրման 100-ամյակը։ Վարդուհի Արզումանյան, Գայանե Թամամյան, Վահե Թամամյան, լուրեր։